Հունվարի 24-ն է, Սյունիքի մարզում ենք, ժողովրդին ավելի շատ հայտնի Իշխանաստարի խաչմերուկում ենք, որտեղ որ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Սյունիքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայության են անցել, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանակավորապես արգելում են, որպեսզի բեռնատարներն հասնեն Գորիս, քանի որ Շինուհայր, Նորավան, չէ, Նորավան հատվածում ուժեղ բուք է, այնպես չի, որ ճանշինը աչքից լուսնա, գովում են, բայց աշխատանքներ կատարել են մարդիկ, անում են, մաքրում են տեխնիկաներով, բայց բուքը իր սև գործն է անում։ Հիմա երևի այս պայն ինձ հասած տեղեկություններով բուքը մի փոքր թուլացել է, հիմա երևի արդեն մի քանի ավտոմեքենաներ գումարտակի ծառայության ավագ տեսուչը կուղեկցի դեպի Նորավան, չէ, Նորավան։ Բեռնատարներ կան, որ քանի օր կանգնած եք, չէ, ժողովուրդ։ 4-5 օր, չէ։ Ոչինչ, ձեր անվտանգությունից է, ոչինչ, ժողովուրդ ջան։ Բեռնատարներ կան, որ արդեն 5-րդ օրն է գտնվում են այստեղ, չեն կարողանում տեղաշարժվեն, քանի որ ասեցի ճանապարհը ահա որ բուքը բերում իր սև գործը անում է, բայց մինչև այստեղ մի քանի կիլոմետր էլ դեպի Նորավան ճանապարհն ամբողջությամբ մաքրած է, ճանապարհը սպասարկող ճանշինները իրոք գործ են արել, աշխատել են, տեսնում եք, նույնիսկ մերկասառույց չկա։ Մանուչարյան ջան, էսյան, Խրուշովն է գալի։ Մեկ է Սիսյանի համայնքային ոստիկաններն են, չէ։ Հա, պարեկների հետ նաև տեղում ոստիկանության համայնքային մի Սիսյանի բաժնի ծառայողներն են, բաժնի պետի Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ Ծառայություն գնացեք մեկի դեկան ապահովեք, որ բեռնատարները չհասնեն դեպի Նորավան, որի սողությունը մենակ փոքրիկ վարտատրները են բարևում։ Եզդերով աշխատում եք այսուր։ Նորավանի խաչմերուկն է, էսի։ Լրի բաց, չոր։ Հունվարի 24-ն է, ներքին գործերի նախարարության, բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտուր Խուդինյանի հանձնարարականով, որը նրան է տվել ներքին գործերի նախարար Արմինե Սարգսյանը և ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ գեներալ մայոր Կամոց Հուսուլյանը Սյունիքի մարզում պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը։ Այս պահին տեսնում եք ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է, բաց է, քանի որ ճանապարհը շատ լավ աշխատել է։ Սա այն դեպքն է, որ պիտի արձանագրես, որ իրոք ճանապարհային ճանապարհները Բայքի, Գորիսի լավ աշխատել է, պարզապես որոշ հատվածներում բուք է, քանի նորությունը բերում դսում է։ Այս պահին մենք գտնում ենք էսի որ հատվածներ Մանուչարյան։ Շինուհայրի խաչմերուկից դեպի Կապան տեսնում եք
ուժեղացած ծառայությունը բարեկները շարունակում են, որպեսզի երբ որ մի քանի բեռնատարներ են կուտակվում, երկու բաց են թողում։ Հարգելի բարորդներ, այս ամենը բարեկային ծառայությունը ճանաչումը կատարում է ձեր անվտանգությունից ելնելով ձեր համար։ Ճիշտ է, դուք բողոքում եք, ասում եք, չեն թողում տեղաշարժվեն, երթևեկեք, բայց որոշ հատվածներ, հիմա այստեղ բաց է, տեսնում եք, այստեղ բաց է, բայց իջնում եք դեպի մի քանի կիլոմետր գնում եք, ճանշինը աշխատում է, բայց բուքը բերում նորից փակում է։ Այստեղ նաև աշխատում են փրկարար ծառայության Սիսյանինն է, թե Գորիսի փրկարաններն են։ Գորիսի փրկարարական ջոկատի տղերքն են այստեղ։ Հիմա այսօր ասեցին ինչ-որ մի 30 հատից ավել ավտոմեքենաներ են զնաբքերի միջից պարեկների հետ դուրս բերե Գորիսի փրկարարները, ներսում հանգստանում են, տղերքը թող հանգստանան, իրանց հասնում է։ Հերոսները հենց իրանք են զինվորից հետո։ Մի 30 հատ ավտո եք անեն, մտիկ քանա, մի քիչ տաքացեք։ Չէ, հարազատ։ Կտրում է քամին։ Ճանապարհային դեպարտամենտը երեք այսօր լավ աշխատել է։ Ճանշինները լավ։ Չէ, Էլմի։ Բայց այս երկու օրը թափով լավ աշխատել է։ Մի հատ մերկասառույց ճանապարհ չկա, սաղ բաց է։ Շինուհար կապան ճանապարհը լիվ անցանելի է մինչև ճանշինը լավ աշխատել է, ճանապարհային դեպարտամենտն էլ ճանշինների հետ տեսնել լիվ անցանելի է։ Ուժեղ սուրտ է, ուժեղ։ Տաս թողում եք, չէ, մանջայ։ Հա, երկու թողում, հա։ Այս անգամ լավ է, ճանշինը լավ աշխատում է։ Մեկ գլուխ է պահում, բայց այսօր լավ աշխատել է երեկվանից։ Մի հատ փակ ճանապարհ չկա մինչև ստեղ։ Դաժե մերկասառույց չկա։
մեր մակիներ